Պարոն Մամեջանյան, նախորդ գիրակի այստեղ աղոթքի նախաճաշ էր կազմակերպվել, ավելի ճիշտ ուրբաթ եւ շաբաթ օրերին, այդ աղոթքի նախաճաշին ինչ վերաբերում ունեք, ինչպեսի գնահատական։ Ես չեմ կարծում, որ ես պետք է գնահատական տամ Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ճիշտ ասած, ես մեկնաբանություն կամ կարծիք այդ միջոցառման մասին հայտնել չեմ ցանկանում, որովհետև կան քննարկումներ, որ ինքը մի փոքր այլ կերպ էր նախատեսվել, կան քննարկումներ եւ հրապարակումներ մամուլում, որ բավական բարձրաստիճան մասնակիցներ պիտի ունենար այդ միջոցառումը, որոնք հրաժարվել են մասնակցել այդ միջոցառումից, հաշվի առնելով այն փաստը, թե Հայաստանում Փաշինյանը ինչ հակաեկեղեցական արշավ է իրականացնում։ Այդ միջոցառման մասնակիցներից շատերը իրենց մոտեցումները հայտնեցին եւ անընդունելի որակեցին եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Ուստի եկեք ես այդ միջոցառումը չմեկնաբանեմ, շատ բաներ են մամուլում շրջանառվել այդ միջոցառման հետ կապված, որոնք կարող են քաղաքական քննարկում դառնալ, ես զերծ կմնամ այդ մեկնաբանություններից, պարզապես կասեմ, որ ցանկացած մարդ, ցանկացած գործիչ, հասարակական, քաղաքական, հոգևորական, ով տեսնում է, թե ինչպես է Հայաստանում կառավարիչների այս մարգինալ խմբակը փորձում եկեղեցու դեմ, մեր սուրբ եկեղեցու դեմ արշավ իրականացնել, իրենց հրապարակային գնահատականները հնչեցնում են, ինչը ողջունելի է։ Ինչ հետևություններ պետք է ունեն Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցին չեմ պատասխանում, բացատրեմ թե ինչի։ Երբ որ ես որևէ խորհուրդ եմ ունենում տալու իմ այս կամ այն ընդդիմադիր գործընկերոջ, ես դա անում եմ հեռախոսով կամ հանդիպման ժամանակ։ Դրանով քաղաքական դիվիդենդներ հավաքել եթերում, ես դրա իմաստը ճիշտ ասած չեմ տեսնում։